Մունդիալները հայկական ֆուտբոլով կտրեմ։ Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Փյունիկ։ Հունիսի 19-ին Փյունիկի մարզաբազայում կայացավ Հենրիխ Մխիթարյանի Homecoming միջոցառումը։ Երևանյան ակումբի եւ հայկական ֆուտբոլի լեգենդը 17 տարի անց վերադարձավ այնտեղ, որտեղ սկսել է ֆուտբոլիստի առաջին քայլերը։ Փյունիկում Հենրիխը մասնակցեց մի շարք միջոցառումների եւ հանդես եկավ խոսքով։ Սովորեք եւ ֆուտբոլով զբաղվեք, կարող եք համատեղել, անհնարին ոչինչ չկա։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ ակումբի հարյուրավոր սաների հետ հանդիպման ընթացքում պարզապես դիտել եւ զգալ է պետք։ Հիշեցնենք, որ ապրիլին քորները մեկնել էր Միլան եւ Հենրիխ Մխիթարյանի հետ բացառիկ հարցազրույցեր ունեցել։ Մտեք, դիտեք, վայելեք, չմոռանալով հավանել եւ տարածել նաեւ այս տեսանյութը, որպեսզի այն մաքսիմալ տարածում ստանա։ Եթերում քորներն է։ Ազգերի լիգային նախապատրաստվող Հայաստանի հավաքականն անցկացրեց 2 հունիսյան ընկերական հանդիպումները, Երևանում ընդունելով Ղազախստանի եւ Մոլդովայի թիմերին։ Երկու դեպքում էլ գրանցվեց 1-1 հաշիվը։ Ղազախների հետ առաջին խաղում գոլ բաց թողեցին 50-րդ րոպեին։ Սակայն 3 րոպե անց մեր նորընծատ 10 համար եւ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով խոցեց հյուրերի դարպասը։ Մոլդովայի հետ խաղում միջև վերջնամաս ապարդյուն փորձում էինք ճանապարհ գտնել դեպի մրցակցի դարպասը։ Սակայն չափազանց հյուրընկալ գնդակը չէր ցանկանում հատել հյուրերի դարպասային գիծը։ Միայն 89-րդ րոպեին մերոնցի վերջո հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Արթուր Սերոփյանը հմտորեն օգտվեց Կամո Հովհաննիսյանի փոխանցումից եւ վերջապես իր առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Էլի էր խփել, ուղղակի չէին հաշվել։ Ցավոք մեր ուրախությունը երկար չտևեց, քանի որ արդեն 2 րոպե անց հազվադեպ գրոհող մոլդովացիները կարողացան հավասարեցնել հաշիվը եւ հաղթանակներին կարոտ մնացած մեր հայրենակիցներից գողացան այդ բերկրանքը։ Դե ինչ, կարևորը առաջիկա պաշտոնական խաղերում նույն սխալները չկրկնենք։ Ընկերական հանդիպումներում Եղիշե Մելիքյանը փորձարկեց նաև երիտասարդ ֆուտբոլիստների։ Կառանձնացնենք Ուրարտուի դարպասապահ Ալեքսանդր Միշիևի նորամուտը եւ Փյունիկի հենակետային Կարլեն Հովհաննիսյանի 2 վստահ եւ հուսադրող խաղերը։ Ասել ենք ու էլի կասենք։ Հավաքականի հենակետային գոտում գոնե 1 Կարլեն պետք է լինի։ Մի փոքր էլ ամառային տրանսֆերային շշուկների մասին։ Վգլավդի Գրալյախ կրկին Էդուարդ Սպերցյան։ Այս օրերին Հայաստանի հավաքականի ավագն իր ընտանեկան հանգիստն է անցկացնում Կոմոյում, ինչն էլ ավելի ակտիվացրեց իտալական Կոմո տեղափոխության հետ կապված շրջանառվող տրանսֆերային լուրերը։ Самый лучший из армян это Նշվում է, որ Սուպեր Ռեդոյի ծառայություններով հետաքրքրված է Կոմոյին Չեմպիոնների լիգա դուրս բերած Սեսկ Ֆաբրեգասը։ Ավելի վաղ նշվում էր, որ Սպերցյանին իր շարքերում է ցանկանում տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող եւ հայ կիսապաշտպանին 10 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկող Ալ Ահլին։ Սակայն Էդոյի համար առաջնահերթությունը Եվրոպա տեղափոխությունը։ Ռոման Բերեզովսկին համալրել է Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող Կոստրոմայի Սպարտակի մարզչական շտաբը եւ առաջիկա կես տարիների ընթացքում կմարզի ռուսական ակումբի դարպասապահներին։ Սերբիայում հիանալի մրցաշրջան անցկացնող Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են Ամստերդամի Այաքսը, ֆրանսիական Լանսը եւ հունական Օլիմպիակոսը։ Սակայն հայ կիսապաշտպանի հետ հույսեր է կապում իր ներկայիս ակումբի՝ Ցրվենա Զվեզդայի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը։ Իդեպ քորների Սերբիա կատարած այցի ընթացքում Ինտերի լեգենդար կիսապաշտպանը խոսել է նաեւ Հայաստանի եւ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Այս հատվածը տեղ չէր գտել Տիկնիզյանին նվիրված մեր թողարկման մեջ։ You are one of the legendary players of Inter Milan, and now we have Armenian player there, Henrikh Mkhitaryan. Do you know him personally? Yeah, I know him personally. He's the career speak from him. With Inzaghi, he played amazing football. Unfortunately, he lost to final in the Champions League, but like quality, like personality, he is one of the best players in the last 5 years in Inter. You have been to Armenia several times as a coach also with Cervena against Punic.
and also you visited with other programs to Armenia. Yeah. Your opinion about our country? No, it's a beautiful country. Progress. I followed the hat-trick program from UEFA 2 years, and I travel maybe 3 or 4 times. I be there. They're very nice, quiet, honest people. I'm enjoy. Thank you very much, coach, Thank and you, wish you boss. good luck. Thank you. Եթերում կորներն է։ Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրագավաթային նոր մրցաշրջանում։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում նորընծած չեմպիոն Արարատ Արմենիան կմրցի Լատվիայի չեմպիոն Ռիգայի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում Նոան կհանդիպի մոլդովական Զիմբրուին։ Իսկ ահա կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում ներկայացված են 2 թիմով։ Փյունիկի մրցակիցն է Մալթայի Մարսաշլոկը։ Իսկ Ալաշկերտը ուժերը կչափի ղազախական Ելիմայի հետ։ Մեր թիմերը շատ լրջորեն են պատրաստվում Եվրագավաթային մեկնարկին եւ արդեն մեկնել են արտասահմանյան հավաքների։ Արարատ Արմենիան Հունգարիա, Նոան եւ Փյունիկը Սլովենիա, իսկ Ալաշկերտը Սերբիա։ Միևնույն ժամանակ սպասվում են նաեւ զգալի համադրումներ, ինչի մասին ավելի մանրամասն կպատմենք առաջիկայում։ Իսկ առայժմ հաջողություն ենք մաղթում մեր թիմերին Եվրագավաթային նոր մրցաշրջանում։ Իսկ մինչ այդ իր Եվրագավաթային ուղին սկսեց Հայաստանի սիրողական առաջնության չեմպիոն Կիլիկյան, որը հաջողությամբ հաղթահարեց UEFA Regions Cup-ի որակավորման առաջին փուլը, տանելով 2 վստահ հաղթանակ։ Երևանյան խաղերում կիլիկիացիները նախ 5-0 հաշվով հաղթեցին Լիտվայի Տերա թիմին, ապա 2 անպատասխան գնդակ ուղարկեցին էստոնական Հիումայի դարպասը։ Հիշեցնենք, որ 2024-ին Քորները Կիլիկիայի կայացման եւ զարգացման մասին պատմող վավերագրական ֆիլմ էր նկարահանել, որը նույնպես հասանելի է մեր ալիքում։ Շարունակեք նույն ոգով, տղեկ ջան։ Օգնեն Չանչարևիչ, Հայաստանի հավաքականի դարպասապահ։ Հայր ջան, ինչպես գիտեք, այս օրերին ընթանում է աշխարհի առաջնությունը, որի շրջանակում ձեզ ենք ներկայացնում Corner Mundial թողարկումների շարքը։ Հումորային, ինտերակտիվ ձևաչափով եւ ուշագրավ հյուրերով։ Նկարահանումներն անցկացնում ենք Food Park by Downtown-ի հարմարավետ եւ գեղեցիկ սրահում, որտեղ ի դեպ կարող եք դիտել նաեւ աշխարհի առաջնության ամենահետաքրքիր հանդիպումները։ Մեծ խնդրանքս է ավելի ակտիվ լինել ինչպես այս թողարկումը, այնպես էլ Corner Mundial-ը դիտելիս։ Ձեր սերը, ակտիվությունը, հավանումները նպաստում են տեսանյութերի տարածմանը եւ մեր հսկայածավալ աշխատանքի գնահատմանը։ Cornerիստաներ ջան, դե ձեզ տեսնեմ։ Այս ամբողջ երկար ու ձիգ տարիների ընթացքում Corner-ը Corner չէր լինի, եթե մեր կողքին չլինեին մեր սիրելի գործընկերները եւ հովանավորները։ Պատմենք մեր գործընկերների մասին։ Մեր գործընկերն է Unibank-ը։ Unibank, բանկ եւ ավելին։ Մեկ այլ վստահելի գործընկեր Telcel Wallet, որի միջոցով կարող եք կատարել լիցքավորում, դիմել վարկի համար, ձեռք բերել միջոցառումների տոմսեր եւ կատարել 600-ից ավել վճարում։ Մեր գործընկերն է Bever Beer-ն իր գարեջրերի մեծ տեսականիով։ Bever գարեջուր, քո համի Bever-ը։ Մեր հաղորդման գործընկերն է Joma Sport ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Երևանյան Joma Shop-ը գտնվում է Rio Mall-ի առաջին հարկում եւ ներկայացնում է սպորտային լայն տեսականի, ֆուտբոլից մինչև թենիս։ Մեր գործընկերն է Armenia Wine ապրանքանիշն իր տակառ փրփրուն գինիներով, որոնք բացարձակ բեսթսելեր են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Մեր գործընկերն է Revel Tour-ը, որի օգնությամբ իրագործում ենք բոլոր ֆուտբոլային ճանապարհորդությունները, օգտվելով ճամփորդական ասիստներից։ Մեր գործընկերն է VS Mobile-ը, որը ներկայացնում է հեռախոսների, աքսեսուարների եւ տեխնիկայի լայն տեսականի։ Դե իսկ որպես վերջաբան ֆուտբոլիստ խանութ սրահի հետ համատեղ մրցույթ մեր սիրելի հետևորդների համար։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում նշիր, թե քո կարծիքով քանի հայկական ակումբ կհաղթահարի Եվրագավաթային առաջին դիմակայության արգելքը։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա Հայաստանի ազգային հավաքականի խաղաշապիկը։ Կանգնենք հայկական ֆուտբոլի կողքին եւ սիրենք մեր ֆուտբոլը։ Եթերում Corner-ներ։